Չերեզ ասա, խոսում էր ընդհատեցի։ Հա, ինչից էի խոսում, որ այսօրվա մայրիկները էլի այնքան հետաքրքիր են, ուրեմն խումբ կա Facebook-ում, աուտիզմ խումբ, որտեղ շատ մեծ, նու մեծ չէ, հետևորդների մեծ բանակ կա, ու հիմնականում մայրիկներ են, ու երբ որ ինչ-որ մի գրառում արում գիտական, մասնագիտական քննարկում, ինչ-որ կարծիքներ, այնքան պասիվություն եմ նկատում, ուրեմն չեմ էլ զգացել ոնց եմ այդ պոստը ես հաստատել, գրում է նումերոլոգ, հոգեբան, որը թվերը հաշվելով, ինչ-որ բաղդագուշակություն անելով, բաղդագուշակություն չէ, նումերոլոգիան, հասկացա ինչի մասին է խոսքը։ Բայց ուրեմն ես միգուցե դա ավելի, միգուցե դա էլ է ինչ-որ արդյունավետ բան, բայց ես իր անկեղծ չեմ հավատում այդքան այդ ամեն ինչին։ Ես մեկ է որ չնեմ 89 հատ կոմենտարի ա գրած այդ պոստի տակ։ Այնքան ակտիվություն, չգիտեմ։ Հայերի սրտին ավելի մոտ է էլի, որ մի հատ տենց գերմարտկային, գերբնական բաներին հավատար, ինչ-որ մեկը իրանց ասի, որ վաղը կարթնանակ ամեն ինչ լավ է լինելու։ Հա, ու հետո ինձ կոլեգաներս ասում, տեսել ես այդ պոստի տակ քանի կոմենտարի էին գրել, ասում չեմ էլ ես հոգեբան եմ կարդաց, որտեղ գրված էր հոգեբան նումերոլոգ, ասի ես չեմ նկատել նույնիսկ ինչի մասին է պոստը։ Միգուցե ճիշտ է դա, չգիտեմ, ես որ չեմ հավատում, ինձ ռեալ տեսանելի բաներ են պետք, արդյունքներ, մեթոդներ, որ ես դրան արդեն հավատում։ Դա էլի ցավալի, որ ցավով եթեր չեն առաջարկում, ընդամենը եթե քեզ ինֆորմացիա են տալիս քո անելիքի մասին, կա ճիշտ բան, ես ինքս փորձել եմ, կա բաներ, որ իրոք համընկնում է, ելնելով, ասենք, որոշակի տվյալներ։ Բայց ինչ վերաբերվում է իրանք օգնեն քեզ բուժել երեխային կամ իրան ինչ-որ վիճակներից դուրս հանել։ Հա, Լիլի ջան, իրականում ճիշտ է, պրիմիտիվություն էլ կա այդ ամեն ինչի մեջ, որովհետև այսօր գիտես ինչն է հետաքրքիր, որ մայրիկներն էլ շատ ժամանակ ինչ-որ հոգեբանական խնդիր էլ կա մասնագետին դիմելը, հա, ես կոնկրետ իմ ոլորտից եւ իմ մամաների մասին է խոսքը, աուտիզմ ունեցող զարգացման, իրենց համար նույնիսկ դիմել, հա, դա նշանակում է արդեն հոգեբանական ծանր ինչ-որ մի վիճակ, որ երեխան լուրջ արդեն հոգեբանը իրենց համար դա շատ լուրջ, հա, հոգեվիճակը հարմարվելու այդ ամեն ինչի հետ, ու դա շատ ցավալի է, որ տենց է, որ խառնում են։ Հա, որ բոլորս կարիք ունենք դրան, հետո ես բացատրում եմ, որ առանց միջամտության, առանց ինչ-որ բանի հնարավոր չէ, այսինքն հենց այդ քո ասածը, որ հեշտ տարբերակն է ավելի, որ հեսա կանցնի, ու այդ ամեն ինչը կվերանա իրականում, հա, հեսա կանցնի, բայց ամենադաժանը այն է, Թերեզա ջան, որ համակերպում է, ծնողը համակերպում է, որ հա, իմ երեխան ունի խնդիր է, ուրեմն ես ամբողջ կյանքս կանեմ ամեն բան, իսկ ես չի ասում, բայց չի մտածում հաղթարելու մասին։ Չէ, ես հենց նկատի ունեմ, չէ, ես չէի կասի, որ այդպես է, ես բալաման տես նոր մամաները, ովքեր ու բալիկները ավելի ցած տարիքով փոքր են, ես նկատում եմ, որ իրանք չեն էլ ուզում ընդունեն, որ իրանք բալիկ ունի խնդիր, վերջ, հեսա կանցնի ու վերջ։ Տղաս 2.5 տարեկան զեպեր, աուտիկ չերտերով մտածում ենք սադիկի մասին, ինչ կարծիք ունեք, մեր դեպքում անհրաժեշտ է ձեր մեթոդը, թե ոչ։ Մենք արդեն 4 ամիս է առողջ սնվում ենք, օրգանիկ, առանց գլուտենի եւ հաց։ Սա երևի քեզ է հարցը ուղղված, Սիրվար ջան։ Տեսեք, առողջ սննդելը այսօր առողջ սննդի այդ բիսգլուտենովի դիետայի մասին էլ քո կարծիքը կուզենայի լսել։ Չէ, Սիրվա ջանի տոկում այնքան տարբեր տեսակի, էլի քո ասած փող հայթայթելու մեջ։ Այսօր ամեն մի բլոգեր ինքը առողջ սննդի մասնագետ, ամեն մի բլոգեր, ու ամեն մեկը ունի իր հատուկ մենյուն։ Մեկը դնում է առավոտ բարի լույսով, սենց ասած, ապխտած ձուկը, ձուն, սալաթը իրար հետ ուտում, ասում է, տեսեք, ստեղ կա համ սպիտակուց, համ ճարպ, համ ածխաջուր, սա առողջ սնունդ է։ Ուղղակի ծիծաղդ գալիս է, էլի մեկ-մեկ, երբ որ հասկանում ես, որ իտոկում ընդամենը ու հավատում են մարդիկ։ Առողջ սնունդ ասված է ինքը շատ լայն հասկացողություն է, 4 ամիս ասում է առողջ ենք սնվում ու
օրգանիկ առանց գլուտեն եւ բաց։ Կոնկրետ մեր սննդակարգ ինքը չունի որևէ տեսակի հակացություն, ինքը չունի կողմնակի ազդեցություն ու միևնույնն է, ինչպիսի ախտորոշում կա, ինչպիսի խնդիր կա ու ինչ ծանրության աստիճան։ Բոլոր խնդիրների դեպքում սննդակարգը նույնն է, տարբերություն կա միայն անձի արյան խմբի դեպքում, այսինքն կախված նրանից, թե դուք ինչ արյան խումբ ունեք, որոշվում է, թե ինչպիսին պիտի լինի ձեր սննդակարգը։ Ինձ համար նույնիսկ այդ պրոցեսի տրամաբանությունը ինքը արդեն հերիք է, որ ես այդ ընդունեմ։ Ոչ մեկս երբեք չենք մտածել ինչի համար է մեզ տրված արյան խումբ։ Ինչի համար է դա։ Ասենք որն է դրա իմաստը։ Միայն նրա համար, որ ինչ-որ մեկը վատ լինի, արյան փոխպատվաստում անեն, օգնեն, չէ, այդ դրա համար չի։ Ոնց ենք մենք լվացքի մեքենան առնում, բացում ինստրուկցիան արագ-արագ կարդում, որ իրան լավ նայենք, ինքը երկար ծառայի, սխալ չօգտագործենք, բայց մենք մեր ինստրուկցիային ծանոթ չենք։ Մենք չգիտենք մեզ ոնց օգտագործենք, կոպիտ ասած, որ մեր օրգան համակարգերը մեզ երկար ծառայեն։ Պատկերացրեք լվացքի մեքենան բացեք, մի օր քար գցեք, մի օր ռեզին գցեք, մի օր ինչ-որ վառվող բան այնտեղ գցեք, փակեք ու միացնեք, ինքը քանի օր կաշխատի։ Մենք վարվում ենք շատ հաճախ հենց նույն կերպ մեր սեփական օրգանիզմի ու իդեպ կախվածությունները, բոլոր տեսակի կախվածությունները իրանք պայմանավորված են մակաբույծների առկայությամբ։ Այսինքն, երբ որ մարդը ունի ակնհայտ քաղցրից կախվածություն, ասում է, չէ, կան մարդիկ, որ ես առանց քաղցր չեմ կարող։ Նշանակում է ինքը ունի 100% բազմաթիվ տեսակի մակաբույծներ իր օրգանիզմում, որոնք էլ ստիմուլացնում են ներվային սիստեմը, ներվային համակարգի վրա ազդում են, ուղեղին ազդակ են ուղարկում, որ մեզ կերակրել է հարկավոր։ Մակաբույծը ինքը երբեք կենդանի սնունդով չի սնվում։ Ինքը երկար չի դիմանում այն օրգանիզմում, որը որ սնվում է կենդանի սնունդով։ Մակաբույծը ինքը սնվում է մեռած սնունդով։ Իսկ այն ինչ որ մենք խանութ առնում ենք, ինքը վաղուց մեռած է։ Այստեղ գրել են, որ շատ դիետոլոգներ աշխատում են արյան խումբ որոշելով։ Իր միջելուց ես էլ եմ շատ լսել, որ դու արտահայտություն անեցիր, մենք արյան խմբով են, չէ, որոշում, այսինքն սննդակարգը, ես էլ էի լսել, բայց իհարկե ոչ այս մեթոդով, որ դու ես ասում, իհարկե, բայց լսել էի, որ արյան խմբով որոշում են դիետա են նշանակում եւ այլն եւ այլն։ Հա, ասենք կա պատկերացում, ասենք առաջին խումբը ինչ պիտի չուտի, ինչ պիտի ուտի, բայց այնտեղ մի քիչ ավելի խորը հարցեր կա, կոնկրետ որ սննդամթերքը որի հետ չի կարելի, որ ժամին ինչ է կարելի ուտել, ինչ չի կարելի, մի քիչ բարդ է, էլի, բարդ ու բացատրված, ոչ թե ուղղակի ինչ որ ցուցակա վերցնում ես, սկսում ես անել, նախ պիտի հասկանալով անես, որ պրոստը չանես էլի ռոբոտացման ինչ-որ ավտոմատիզացիայի վրա դնես այդ ամեն ինչը, նախ պիտի փորձես հասկանաս ինչի է տենց արվում, որ դու քո համար բացատրես ու հետո հասկանալով անելը ուրիշ է, պրոստը թելադրածով անելը ուրիշ է։ Աղջիկներ ջան, եթերը պահպանված է։ Սիվրա ջան, դու պահպանել ես, չէ՞։ Առաջին մասը պահպանել եմ, հա, երկրորդն էլ ավարտենք պահպան։ Երկրորդն էլ անպայման եթերը պահպանվել է։ Հիմա մի հարց։ Բնականաբար ձեր պարագայում ես ոնց հասկացա ցնցումները դրսևորվել են, հա, աչքերի շարժումներով, ճիշտ եմ հասկացել։ Հա, աչքերը շարժելով, ասենք տեղուրայքից հետո արդեն ծնկներն էր ստալում մեկ-մեկ, ասենք վազելուց երբ որ լիներ կարող է ինքը հանկարծակի ընկներ։ Գիտակցության կողմից երբեք չենք ունեցել։ Երբեք ում ուղղորդմամբ է տեղորայքը հանվել եւ մասնագետի է, որ դիմել եք այդ մեթոդը նախքան մեթոդի գտնելը ես ինքս փորձել եմ քչացնել։ Կար դեղորայք, մենք երկու տեսակի բան ենք դեղորայքի միաժամանակ ընդունում, այն մեկը որ պակասացնում էի, ազդեցություն չուներ, բայց այն մեկը ինքը հենց իջացնում էի, զգում էի տարբերությունը։ Նու իջեցնելը բնականաբար սենց է մեթոդը իրանից ենթադրում է բնական առողջացում, ինչը իր հերթին բացառում է ցանկացած տեսակի արհեստածին, արհեստական միջամտություն։ Հետևաբար, եթե կա դեղորայք, իրան աստիճանաբար հանում ենք։ Ոնց ենք հանել, տեսեք, դոզան իջացնում ենք, չէ, ենթադրենք կես ենք անում, առավոտյան տալիս ենք, իհարկե մի քիչ ուշ ենք, ավելի մանր մասերի բաժանելով ենք հանել, հանելուց հետո սկսվում է սրացում։
մի շաբաթ, երկու շաբաթ սկսվում էր կանոնավորում։ Հենց որ ինքը կանոնավորում էր, նորից հանում էին, նորից սրացում ու տենց։ Մինչև վերջինը հանել ենք, սկսվել է սրացում էլի, տևել է երկու շաբաթ, շաբաթ կես, դրսևորվում էր ցնցումներով, հա, ցնցումները շատանում էին։ սրացում Պարզա։ Օրգանիզմը, սենց ասեմ, ինքը իր ուժերով պայքարում է իր մեջ տեղ ունեցող պրոցեսների վրա, բնական առողջացում է էլի տեղ ունենում, տեղ ինչ որ գերմարտկային, ինչ որ կախարդական ոչ մի բան չկա։ Օրգանիզմը ինքը այնքան մեծ ուժ ունի, մարտկային ուղեղը, բոլոր օրգան համակարգերը, իրանք բնականից ունեն այդ ինքնավերականգնվող նամանավանդ, եթե խոսքը երեխայի մասին է, երեխաների մոտ այդ շատ ավելի արագ է տեղ ունենում, քան թե ասենք մեծահասակների։ Իրանք շատ հեշտ կարողանում են տրանսֆորմացնել, նույն ուղեղին է վերաբերվում։ Ինքը այնքան պլաստիկ օրգան է, որ կարելի է փոխել 0-ից։ Երեխան ինքը կոնստրուկտորի պես մի հատ բան է, էլի։ Դու կարաս իրան լրիվ 0-ացնես ու հավաքես 0-ից։ Իհարկե, այդ էլի տարիքային առանձնահատկությունները ունի։ Նես չի, որ ասենք կարաս 16-17 տարեկան երեխային 0-ից ինչ որ նոր որակներ, նոր հատկություններ իրան տաս։ Բայց էլի անում են։ Գիտես, շատ այն ժամանակներ, երբ որ նոր էի բախվել աուտիզմի հետ, ինձ շատ էին առաջարկում դիետաներ, սննդակարգ, այն ժամանակ մենք այդ հիպերակտիվությունը վարքերի հետ գումարվել էր իրար ու ես ասում եմ լավ ինձ ցույց տվեք դեպք, ես տեսնեմ, հա, երեխա, կոնկրետ երեխա, որ ունեցել է շատ կտրուկ վարքային խնդիրներ աուտիզմի սպեկտրից ու այսինչի չպահելով դիետաները հասել է արդյունքի։ Ինձ մի երեխա ցույց տվեք, որ մոտիվացվեմ դա անելու ու ինձ ցույց էին տալիս, ես չէի տեսնում այդտեղ ոչ մի արդյունք։ Բացարձակ, հենց այս բիսգլյուտենովի դիետայի մասին է խոսքը, որ ասում են։ Կետո էլ կա, կետոն էլ են շատ փողասանքներ տարածում կետո դիետայի մասին, բայց կետոն էլ ինքը կետո դիետա։ Այդ ի՞նչն է այդ։ Կետոն ինքը ավելի շատ հիմնված է շատ ճարպային բազայի, ճարպային մասը ավելի շատ է, ճարպերի, ոչ թե ճարպային, այլ ճարպերի, տակուցային մասը ավելի քիչ։ Ես ցանկացած դիետան ինքը լավ բան չի։ Ես ուղղակի ուրիշ անուն չգիտեմ, որ ասեմ, մեր դիետա չի, էլի, բնական այն ինչ որ պիտի լինի, էլի։ Սննդակարգ, դուք սննդակարգ ասենք։ Առողջ ծնունդ, սենց, առողջ ծնունդ, հետ էլ է հիմա աղավաղված։ Հա, այդ ճիշտ ասում, քարտելուց հետո այո, ցավոք այսօր Instagram-ում ամեն երկրորդ մարդ առողջ սննդակարգով է զբաղվում, խոսում է առողջ սննդից, ես դրա համար ես սիրում որ ամեն ինչ երբ որ խոսում է մեթոդի մասին, դու պետքա կրթվես, դու պետքա ճանապարհ անցնես, դու պետքա համապատասխան կրթվես, հետո նոր խոսես ինչ որ մեթոդի մասին ու ներկայացնես։ 100,000-ից անցնում է թե չէ, սկսում են կուրս բաց թողել իրան սեփական կուրս։ Հա։ Ցավոք էս այո, Instagram-ը ունի եւ իր բացասական եւ իր դրական կողմերը, ու այդ ես միանշանակ Իտոգում կորում են այն մարդիկ, որոնք իրոքիդ ինչ որ արժեք են ներկայացնում։ Ես միանշանակ համաձայն եմ։ Ես ինչի եմ, այս վերջերս անդադ այդ ուղեղս մեթոդն է, քո մեթոդն է, ու ես անընդհատ այս մի ամիս է դրա շուրջ ինձ սենց կարելի ասել ներսից կրծում եմ։ Ու երբ որ 3 թե 3 առաջ օրը, նույն 2 շաբաթվա մեջ 2 անգամ նկատեցի, որ սենց ահավոր զայրացած էի Սամվելի վրա, որ ինքը այդ անդադ այդ համբուրգերը, ինչքան մտածում էի ոնց է ինքը հիմա մենք մեր օրգանիզմը ոնց ենք մենք կոպիտ ասած աղտոտել։ Ու ասենք ենք այսօր չենք ուտելու բուրգեր, վերջ։ Ու ես զգում եմ, որ ինքը սոված է, սարսափելի սոված է, որ ոչ մի բան բացում է սառնարանը, հասկանում եմ, որ այնտեղ սաղ բանջարեղեն է, ինքը դրա նույնիսկ նայելուց չգիտի ոնց նայի դրա նույնիսկ կպներ։ Ու ես հասկացա, որ ինքը գնաց, վերցրեց հացը, հացամանից հացը վերցրեց եւ այդ հացը կերավ։ Ու ես ինքս ինձ որ դա սիրայո մենք ենք ընտրում կամ հեշտ ճանապարհը, որ չլսենք այդ լացը, կամ ընտրում ենք երկարատև դժվար ճանապարհ, որը ունի արդյունք։ Ինքը վերցրեց հացը կերավ, ես ինձ հարց եմ տալի, այո, եթե այդ հացն է պահված լիներ, ինքը այդ օրը կարող է երկրորդ օրն էլ սոված կմնար, բայց հետո ինքը սառնարանից կընտրեր մի բան, որ ուտեր։ Այսինքն ես այդտեղ տեսնում եմ
մեծ իմաստ տեսնում, որ այո, պետք է մտածել, եթե ես վստահ եմ, եթե ձեզ մոտ աշխատել է, միգուցե մեր մոտ եք աշխատի, բայց այո, ճիշտ է, ես պետք է Միգուցե չեք միջավայր աշխատի, Թերեզա ջան, կաշխատի, տես, ասենք ինչքան առաջընթաց, որ ունես հիմա աշխատանքի արդյունքում, երբ որ ինքը լրացուցիչ ծանրաբեռնվածություն չունենա արտաքին, չէ, կլինի սնունդ, կլինին մնացած գործոնները, որ կան, ինքը 3 անգամ ավել արդյունք կտա։ Ասենք լավ աշխատող օրգան համակարգը ինչքան ավելի լավ արդյունք կտա, քան թե օրգան համակարգ, որ անդադ sense ճմլված, խեղճացած, լարված վիճակում է։ Այստեղ քնարիկը գրել է աուտիզմի դեպքում ավելի դժվար է, հա, դժվար է, ճիշտ է, որովհետև աուտիզմը իր Չի կարելի երկու դժվար ասել, որովհետև ամեն մեկի մոտ ինչ-որ մի հատ պահ կա, դժվար է բոլոր դեպքերում, բայց տարբերությունը ոչ թե դիագնոզների մեջ է, այլ ասենք մայրիկների, այդ միանշանակ։ Այդ ես կարամ 100% ասեմ, կան նույն դիագնոզով 3 հատ երեխա, 3-ի մոտ լրիվ տարբեր արդյունքներ։ Դիագնոզը մեղավոր է, որ չէ, մոտեցումը, տրամադրվածությունը, կամքի ուժը, պայքարը, նպատակը, մեր պատին խփած է, մեր ամենօրյա նպատակները, մեր ամսեկան նպատակները, տարեկան նպատակները ու ամեն օր բոլորով կարդում ենք։ Մի քիչ ծիծաղելու է, բայց աշխատում։ Չէ, ծիծաղելու չի, բացարձակ ծիծաղելու չի։ Կան մարդիկ, որ ծիծաղում են, ամս բացերքի որ կան։ Ինչ հարց էի ուզում ես տալ։ Ամեն դեպքում, եթե քեզ ուզենան դիմեն, իմ տղան շատ է սիրում բանջարեղեն եւ միրգ։ Այստեղ գրել են իմ տղան ունի աուտիզմ, բայց շատ է սիրում բանջարեղեն եւ միրգ։ Բոլորով են սիրում, ես ինքս ամբողջ կյանքումս ատել եմ ընդկած ավար։ Նույնիսկ երբ որ դարպասից դպրոցից տուն եմ եկել, այդ հոտը զգացել եմ, որ մեր տանը պատրաստ։ Ես ուղղակի չեմ ուզեցի առաջ գնամ։ Բայց հիմա երեխեքս էլ չեն կերել։ Բայց հիմա մենք բոլորով պրոստը ուղղակի տենց խաշած սովորական աղոտ շատ մեծ հաճույքով։ Մենք ուղղակի չենք զգում իրական համերը այն բանի պատճառով, որտեղ մեր կերած ամեն բանի մեջ կա շաքարավազ, ամեն բանի մեջ կա արոմատիզատոր։ Դրանք բթացնում են մեր համային զգայարանները։ Դրանք ստիպում են մեզ, որ մենք անընդհատ գնանք այդ ոչ բնական բաների կողմից, էլի կողմ գնանք ու մոռանում ենք, էլի հասարակ վարունգի համը, ես ասենք նախքան էս ու հետո լրիվ տարբեր արթնանում են քո համային ռեցեպտորները։ Ասենք եթե առաջ ես առանց աղի վարունգ էի ուտում, այդ իմ համար այդքան էլ համով չէր։ Բայց ես հիմա որ աղ եմ անում, վարունգի իրական համը իմ համար արդեն կորում է։ Օրինակ, կամ ասենք նույն ելակը առանց շաքարավազի։ Իմիջիայլը ելակը առողջարար է, երակ ունի իմիջ առողջարար։ Սեզոնային ելակ։ Շատ տարբեր ոչ ձմեռային ելակը սեզոնայինը լավն է։ Որտեւ այսօր տարվա բոլոր եղանակներին, բոլոր Հա, տարվա բոլոր եղանակներին ճիշտ է կա ելակ։ Շատ հակասական են կարծիքները, մեկ ասում է շատ օգտակար է, մեկ ասում են չէ, օգտակար չի, ելակը ոչ մի օգտակար բան չունի իր մեջ։ Դրա համար է հարցը առաջացավ։ Այ աղջիկներ ջան, պետք է ուժեր հավաքել եւ սկսել կոնկրետ մեթոդով զբաղվել, անկեղծ ասած ես որոշել եմ, որ պետք է զբաղվեմ այս մեթոդով Սամվելի հետ, բայց երբ որ ես արձակուրդ վերցնեմ ու տանը մնամ, որովհետև ես հասկանում որ մենք շատ վարքերին կբախվենք խնդրահարույց, հա, կոնկրետ սննդակարգը մեզ մոտ կարող տար այդ արդյունքը, բայց դժվարությունները պետք է հաղթարել ու հասկանալ ինչ արդյունքը ինչ կարող է լինել։ Ես եկա։ Ահա, շատ Ես ասում եմ, որ ես վճռական որոշել եմ, որ պետք է զբաղվեմ։ Հա, Թերեզա ջան, այդից բացի վնաս չկա, այդ համոզված եղի 100%։ Բայց ես գիտես ինչն եմ մտածում, այդպես դու ասիր ես փոխեցի միջավայրս, հասկացա, որ մեզ միջավայրը պետք է այդ ամեն ինչ իրականացնելու։ Հիմա ես մտածում, որ ես պետք է արձակուրդ վերցնեմ, ես պետք է դինեմ տանը, ինչ որ ժամանակահատված, որ հետևողական
կարողանամ, հա, կազմակերպել, որովհետև այսպես թե այնպես այո, յուրաքանչյուր ախտորոշում ինդիվիդուալ է, բայց մեր դեպքում ես մտածում եմ, որ սկզբնական этаպում հաստատ կլինեն խնդրահարույց վարքեր։ Դա նորմալ է, բոլորի մոտ էլ ինձ թվում է կլինի։ Հա, առանց դրա չի լինում, բայց հաստատ համոզված եղի, որ արժի։ Մի բան ասեմ, լիմոն չի կարելի ամեն ինչին ավելացնել։ Լիմոն, եթե օգտագործում եք, միայն երեկոյան, միայն։ Լիմոն։ Ինքը թթվային միջավայր է ստեղծում ու ցերեկը չի կարելի լիմոն ոչ մի բանի հետ։ Թերեզա ջան, փորձեք ձեր տղայի ճաշացանկին ավելացնել մի փոքր լիմոն, իմ փորձից ասեմ շատ է օգնել, նույնիսկ ավոկադո են կուտում, բրոկոլի։ Հա, այս դրա համար էիր ասում սիրվարտ լիմոն չի կարելի։ Հա, ասենք, տեսեք ինքը համային որոշակի բարենպաստ միջավայր է ստեղծել, երեխան դուր է եկել, բայց մարսողության տեսակետից, ելնելով ֆերմենտացիայից, առանձնահատկություններից, բիոռիթմերից օրվա, տեսեք սննդակարգը նաև հիմնվում է օրվա բիոռիթմից, արևի, լուսնի, երկրի, իտոգում մեր սիստեմը, որի մեջ մենք հիմա կանք չէ, մոլորակների համակարգը, այդ էլ իր ազդեցությունը ունի անմիջական, մեր ամբողջ օրգանիզմի վրա։ Այստեղ ասում են, որ իմ տղան ուտում է միայն սուպեր, դա առողջարար է։ Եթե երեխան ուտում է միայն սուպեր, դա առողջարար է։ Հարցում են, որ իմ տղան ուտում է միայն սուպ։ Նայած սուպ։ Սուպի մեջ մենք կարող ենք ավելացնել մթերք, որը ասենք ինքը չի համադրվում մյուսների հետ, ու այդ սուպը ինքը ավտոմատ չի մարսվում։ Բայց մենք օրինակ օրվա մեջ 3 անգամ կարելի է ուտել սուպ, բայց ճիշտ պատրաստված։ Ինչ է հիմնական մեր սննդատեսակը։ Համապատասխանելու մեր այրախմբին այդ մթերքը, որը մտնում է սուպի մեջ։ Չհասկացա, Թերեզա ջան։ Այսինքն պետքա սուպի ընտրության պատրաստման հարցում էլի լինի համապատասխանություն։ Կան ցերեկային բանջարեղեններ, որոնք ուտում են ցերեկը։ Կան գիշերային բանջարեղեններ, որոնք ուտում ենք միայն երեկոյան։ Կան բանջարեղեններ, որոնք կարելի է ուտել եւ ցերեկը, եւ երեկոյան։ Բայց այն ինչ որ կարելի է ուտել երեկոյան, այդ չի կարելի ուտել ցերեկը։ Օրինակ լոլիկը, օրինակ լիմոնը, դրանք բոլորը երեկոյան բանջարեղեններ են։ Սմբուկը, այն ինչ որ թթվի է, կոպիտացած, ինչ որ ստեղծում է թթվային միջավայր, օգտագործում ենք երեկոյան։ Երեկոյան ասելով մեր վերջին ճաշի ընդունումը, ընթրիքը լինում է մինչև ժամը 6-ը։ 6-ից հետո, 6-ից մինչև 8-ը ոչինչ չենք ուտում, որտեղ քնից նվազագույնը 2 ժամ պիտի օրգանիզմը հանգիստ լինի նմանատիպ չծանրաբեռնենք օրգանիզմը, որպեսզի հունը լինի արդյունավետ։ Որպեսզի օրգանիզմը գոնե քնելու ընթացքում կարողանա լիցքաթափել մաքրվել։ Նույն սովածորը ինչի համար է, օրգանիզմը ինքը ազատվում է մարսողության գործընթացից, ինքը ստեղծում է նոր սպալավոյ կլետկեր առողջ, որոնք փոխարինում են հիվանդներին։ Այսինքն օրգանիզմը ինքը սկսում է իրան մաքրել։ Պարապորա գեներալին որ կա էլի։ Այստեղ գրել են ամենաառողջ մրգերն ու բանջարեղենները որոնք են։ Տեսեք, մեր օրինակով ասեմ, երկրորդ խմբի համար ամենաարդյունավետ մրգերը, որ օգտագործում ենք, կանց, խնձոր, խաղող, նուռ, դեղց, այդ չվարկում եմ ամենաօգտակարները, որոնք պարտադիր պիտի լինեն, բայց միևնույն ժամանակ օգտագործում ենք սեզոնային բոլոր բանջարեղենները, ներողություն, բոլոր մրգերի հատապտուղները, որը ոչ սեզոնի լինում է։ Ձմեռը չենք ուտում այն բոլոր մրգերն ու բանջարեղենները, որոնք չպիտի լինեն ուղղակի այդ սեզոնին։ Այս հարաբերակցության մեջ աշխատում ենք ամենաշատ օգտագործել այն ամեն ինչը, ինչ որ մեզ համար ամենաօգտակարն է, մեր արյան խմբի համար։ Ու պարտադիր չէ, երբ որ ասում ենք առողջ սնունդ։ Չասեք։ Հարց էին գրել սալաթի մեջ էլ չի, էլի ուզում եի հասկանալ ինչը չի կարելի, նկատի ունեք, ինչը չի կարելի լիմոնը։ Երևի նկատի ունեն։ Նույն տեսեք, աղցաններն, ցերեկային աղցանը պատրաստում ենք ցերեկային բանջարեղեններով, երեկոյան աղցանը պատրաստում ենք երեկոյան բանջարեղեններով, նույն սկզբունքով ինչ որ սուպերը։ Իհարկե այնտեղ կան բանջարեղեններ, որոնք կարելի է երկընտեղով։
օգտագործել եւ Արտադրել ընդ Այստեղ հարցերը որ շատ են, ուզում եմ այդ հարցերն էլի պատասխանենք, ոնց որ ամեն Հա, իմ բոլոր մոտ հարցը ուղղակի քեզ են ճիշտ չի տալի։ ուղղված։ Տղայիս մոտ Պատահում է, որ զարգացման, հա։ հա, չէ, շատ են հարցերը։ Տղայիս մոտ զարգացման հապաղում եք, ասեք, արդյոք 21 կիլոգրամ քաշը 4 տարեկանում համարվում է ավելորդ քաշ։ 21 տարեկան, 1 կիլոգրամ, հա։ Կարծում եմ, որ հա։ Բայց միևնույն ժամանակ դուք պիտի նայեք ձեր երեխայի 4 տարեկան շարժ ունակությանը ու իր էներգետիկ պաշարին։ Ասենք, եթե ինքը ակտիվ երեխա է, ինքը չունի, դուք չեք նկատում էլի, որ ինքը հակվածություն ունի, ասենք, ավելի շատ նստելու, ինչ-որ խաղեր, նստած խաղեր խաղալու, կամ ինչ-որ հեռախոսով հաճախակի զբաղվելու։ Եթե այդ հակումները չկա, ինքը շարժուն երեխա է, պլյուս դրան ունի այդ քաշը, նշանակում է, որ ինքը ուտում է ավելին, քան պիտի ուտի։ Բայց եթե ինքը նստակյաց է, ունի այդ քաշը, նշանակում է դու իրան պիտի անկախ ամեն ինչից երեխան ինքը պիտի անընդհատ շարժի մեջ լինի, անընդհատ։ Առողջ երեխան ինքը չպիտի գեր լինի։ Գիրությունը ոչ մի դեպքում ինքը չի խոսում առողջության մասին։ Ոչ մի դեպքում։ Լինի մեծահասակ, լինի երեխա։ Մի բան կա, մանկաբույժ կա, անունը մոռացա, տեսար ոնց էր, այն ռուս մանկաբույժը, տղամարդ, Բաղատվան։ չէ, Հա, մոռացա։ մի խոսքով ոնց որ եթե հիշում եք այդ ռուս մանկաբույժի անունը գրեք աղջիկներ, մենք մոռացանք։ Կամարովսկի։ Մտքից եկավ։ Ասում առողջ երեխան պիտի լինի անընդհատ շարժում։ Հա? Կամարովսկի, հա։ Կամարովսկի։ Կամարովսկի։ Առողջ երեխան պիտի լինի շարժուն ու նիհար։ Ես լրիվ իր մոտ շատ բաներ կա, որ ասենք տարբերվում է սովորական մանկաբույժներից ու ես հարգում եմ իր մանկավարժ տեսակը։ Համ մանկավարժ տեսակը, համ մասնագետ տեսակը, որպես այդպեսին։ Հա, մի բան էլ բոլոր այն մայրիկներին, ովքեր որ ունեն խնդրող։ Կամարովսկի։ Ասեք, ասա Սիլվեր ջան։ Խնդրանք, հորդոր, համոզմունք, sense ոգևորող ինչ-որ մի հատ բան, չգիտեմ, ոնց ընդունեք։ Եթե ուզում եք, որ ձեր երեխան լավ լինի, ինքը ունենա առաջընթաց, ինքը հաղթահարի այն, ինչ որ դուք ուզում եք, որ ինքը հաղթահարի, սկզբից դուք դա ինքներդ ձեր մեջ պիտի հաղթահարեք։ Ամեն օր դուք պիտի տեսնեք ձեր երեխային այնպիսին, ինչպիսին, որ ուզում եք տեսնել։ Շատ է հանդիպում այն բանը, տեսակը մարդկային, որ երեխան խնդիր ունի, իրան մի նեղեք, չի հասկանում, անընդհատ կրկնում է խնդիր ունի, երեխաներն առհասարակ խնդիր չունեն։ Խնդիրներ ունենում են մեծահասակները։ Ու մեծ մասամբ երեխաների խնդիրները գալիս են մեծահասակների խնդիրներից։ Այն թե նույնիսկ դուք այդ օր առավոտյան ոնց կարդանաք, ինչ մտքերով, ինչ տրամադրությամբ, այդ կարա փոխի ձեր երեխայի կյանքում ամեն բան։ Այդ օրվա այդ պահի դրությամբ։ Չգիտեմ, շատ մեծ աշխատանք պիտի տանեք ձեր անձի ուղղությամբ։ Գտեք ձեզ համար հոբի, գտեք զբաղմունք, որից դու հաճույք եք ստանում։ Եթե չունեք նման աշխատանք, որից հաճույք եք ստանում, գտեք անպայման գտեք հոբի, որից դուք հաճույք եք ստանում։ Զգացեք այդ հաճույքը օրվա մեջ գոնե 10 րոպե։ Աշխատեք ձեր աճի վրա, եթե դուք չեք աճում, դուք անընդհատ նույն տեղում եք, դուք չեք կարող աճ ապահովել ձեր երեխային։ Այդ ուղիղ համեմատական է։ Շատ ճիշտ։ Ուրիշ տարբերակ չկա դրան։ Շատ ճիշտ է, շատ։ Ես քո հետ լիովին իհարկե համաձայն եմ։ Այո։ Այ շատ հետաքրքիր, շատ անկեղծ հետաքրքիր եթեր էր, շատ։ Թերեզի շատ հաճելի է, շատ հետաքրքիր է։ Հույսով եմ, որ միշտ այնքան եմ ուրախանում, որ ասենք հիմա չկա այդ կարծրատիպ էլի, որ վայ ես իմ երեխան խնդիր ունի, ես դաժե չեմ ասում հիվանդություն, այդ ժամանակավոր դժվարություն է, որ հաղթահարվելի է։ Ու այնքան եմ ուրախանում, որ մայրերը այսօր չեն կաշկանդվում ասելու, թեկուզ գրելու ուղիղ եթերում, որ իմ երեխան ունի այս խնդիրը, ես անում եմ էս, ճիշտ է, թե շատ հաճախ
Ես ինքս միշտ դգտել եմ թաքցնել այդ փաստը, բայց դա ճիշտ չի։ Իտոգում այն մարդիկ, ովքեր որ պիտի լինեն մեր կողքին, պիտի լինեն մեր երեխաների կողքին, իրանց պիտի սիրեն, հարգեն, գնահատեն այնպիսին, ինչպիսին իրանք եղել են, իրանք կան ու իրանք լինեն։ Պետք չեն ոչ մի տեսակի շինծու ողջագուրանքներ, կոմպլիմենտներ կամ ինչ որ կարեկցական խոսքեր պետք չեն, բնավ բոլորովին պետք չեն։ Այն մարդիկ, ովքեր մեր կողքին պիտի լինեն, իրանք մեր կողքին կլինեն անկախ ամեն ինչից։ Ես երբեք չեմ ուզի իմ երեխան շրջապատված լինի մարդկանցով, որոնք իմանալով, որ ինքը ունեցել այդ կյանքում նման էտապ, պիտի հեռանան դրանից։ Նման մարդիկ լավ կլինի, որ ընդհանրապես չլինեն, չմտնեն իմ տղայի կյանք։ Հերո, այո, հերո մեզանից հերո մարդիկ։ Այո, Ու մի միանշանակ բան էլ շատ մեծ կարևոր խնդիր է նաև երեխայի հետ դրսում մոր վարքը, մոր հոգեվիճակը, մոր վերաբերմունքի հետ ամեն ինչի, հայացքներին, հարցերին, դաժե, ասենք, կարող է տվյալ մարդը նայում ընդհանրապես ուրիշ նպատակով, բայց մայր ինքը ներշնչում է, որ տես նկատեց, որ իմ երեխան խնդիր ունի, նայում է, մտածում է, որ խնդիր ունի ու տեղից սկսվում է մի հատ դառը պատմություն։ Դուք ձեր մեջ հասկացեք, որ ձեր երեխան ինքը այնպիսին չի, ինչպիսին բոլորն են, բայց ինքը ունի շանսեր լինելու լավագույնը։ Ինքը ունի շանսեր լինելու ավելին, քան բոլորն են։ Պարտադիր չէ, որ ինքը լինի բոլորի նման, ես ինքս երբեք չեմ փորձել նմանվել ինչ-որ մեկին ու չեմ էլ գտնում, որ դա ճիշտ է ինչ-որ մեկին նմանվելը։ Այսօր ամեն մեկս ունենք մեր նշանակությունը, մեր ու միևնույն ժամանակ անփոխարինելի ոչ մեկ չկա։ Բոլորին էլ կան, լինում են փոխարինողներ, բոլորն էլ անցողիկ են, բոլորս էլ մահկանացու ենք ու մեր ամեն օրը պիտի ծառայի միայն նրա համար, որ մենք ապրենք այդ օրը առավելագույն երջանկությամբ, շատ սեր տանք մեր կողքի մարդկանց, մեր երեխաներին, ու այդ սերն էլ ինքը հրաշքներ գործում է, եթե նույնիսկ դիետա չպահես, մենակ սիրով էլ շատ բաներ կարելի անել։ Հիանալի վերջաբաներ, շատ ոգևորող ու ճիշտ խոսքեր, շատ պոզիտիվ ու շատ դրական խոսքեր, այո։ Ես ինքս հաղթարել եմ աուտիզմի սպեկտրում եւ շատ եմ ուրախանում, որ եմ տա Աստված բոլորիս լինեն առողջ։ Այո, Քնարիկ ջան, թող բոլորիս բալիկները լինեն առողջ, ամենակարևորը։ Մենք ամեն ինչ անում ենք ու կանենք, որ բոլորիս բալիկները լինեն առողջ։ Ես օրինակ իմ մեջ գիտեմ, որ իմ երեխան միգուցե այս պահին ինչ-որ հարցով զիջում է, չէ, իր հասակակիցներին, բայց ինքը լինելու է ավելին, քան իր հասակակիցներն են բոլոր իր մնացած տարիքներում ու ես կանեմ ամեն ինչ ու բոլորի խորհուրդ եմ տալիս ու ցանկանում եմ իրոք այդ տրամադրվածությունը ձեր մեջ ստեղծեք, քանի որ երբ որ չկա այդ ոգևորությունը, այդ դեպի նպատակ, եթե չկա նպատակ, չէ, չկա գնալու նաև ճանապարհ, բայց երբ որ կա նպատակ, ոնց էլ լինի, մի ճանապարհ կտանի հասցնի այդ նպատակին։ Կարևոր է, որ ունենաք նպատակ։ Գրեք։ Տետր վերջեք, գրեք ձեր նպատակը, շաբաթվա, այս շաբաթ ինչ նպատակ ունեմ իմ առաջ։ Օրինակ երեխայի սովորացնեմ ինքնուրույն կներես արտադրությանս իր կարիքները օգնել։ Օրինակ։ Հավատացեք, երբ որ գրում եք, պարտադիր չէ նման պատին թաքցնել, բայց երբ որ գրում եք, դուք ոնց որ ասած դու ձեր առաջ ձեզ արդարացնելու համար այդ անում եք։ Ու այս փոքր օրինակը վերածենք ավելի մեծ նպատակների։ Ստեղ մի երկու հատ հարց կար, Թերեզա, ես մոռացա, որ գրել էի։ Հարց կար, ոնց կարելի է հասկանալ, որ երեխայի մոտ աուտիզմ կա, ինչ որ տարիքային շեմ կա, ինչ որ հատուկ ոնց հասկանալ, ոնց ձեռնարկել առաջին քայլերը որ պահից։ Շատ ընդհանրացված ու լայն հարց է տրված իրականում, ոնց հասկանալ, որ երեխան ունի աուտիզմ, հա, ինչով է աուտիզմը տարբերվում զարգացման առընթիներից։ Աուտիզմը հաղորդակցման, սոցիալական փոխազդեցության խնդիր է,
միանման կրկնվող վարքագծի դրսևորումներով, հա։ Այսինքն այն բոլոր նախանշանները, որ պետք է մայրիկները ուշադրություն դարձնեն երեխայի վարքագծում, որը պետք է պատճառ հանդիսանա, որ մայրիկները անհանգստանան, հետևյալն են. անվանը չարձագանքելը, հա, ցուցամատող ցույց չտալը, հուզական կապի բացակայությունը մայրիկների հետ կամ չափից ավելի հուզական կապը մայրիկների հետ, այն միանման կրկնվող վարքագծերը, ասենք այդ դրատագին ինչ հասկանանք, Թերեզա, միանման կրկնվող երբ որ օրինակ երեխան իր առանցքի շուրջ անընդհատ պտտվում է, դրանք շատ լայն, այդ միանման կրկնվող վարքագիծը դա շատ լայն հասկացողություն է, դրա մասին կարելի է անվերջ խոսել, դա կարող է լինել օրինակ իր տարածքի ասենք սեղանին խփելը, հա, նույն տեմպով սեղանին կամ պատմում կամ բայց այստեղից իմ ասածներից չեզրակացնեն, երբ որ երեխան սեղանին խփում է ինչ-որ մի բան ու զարգացման խնդիր ունի, վերագրեն, որ դա ստիմ է, հա, այսպես է կոչվում անի։ Օրինակ, խաղալիքը ոչ ֆունկցիոնալ տեսանկյունից օգտագործելը, հա, սովորաբար աուտիզմ ունեցող երեխան, երբ որ առաջին անգամ վերցնում է իր ձեռքը մեքենան, ինքը չի քշում մեքենան, ինքը պտտացնում է, սկսում է ակը, հա, դա անել, հա, այսինքն խաղային գործունեությունն է, հա, երեխայի մոտ խանգարված լինում, այսպես ասեմ, դիմելը, հա, իսկ ինչ վերաբերում է խոսքին, պարտադիր է, որ ասենք աուտիզմ ունեցող երեխան ունենա խոսքի թեր զարգացում կամ զբաղում, սովորաբար ոչ, բայց երբ որ մենք տեսականորեն վերլուծենք, հա, գիտականորեն ոչ, որը ես ինձ պոստերել ունեմ իմ էջում արած, որովհետև աուտիզմը դա խոսքային խանգարում չի, դա հաղորդակցման իր է, մենք անենք երեխան ոչ թե չի կարողանում խոսալ, այլ չի ուզում քեզ դիմի, ինքը կամ չի ուզում քեզ դիմի, կամ չունի այդ պահանջը դիմելու, կամ չգիտի ոնց դա անի, հա, այդ երեքի շուրջ ենք պտտվում, բայց բնականաբար շատ հաճախ, պրակտիկայում 90%-ում երեխաները այո, ունեն խոսքի նաև խանգարում, այսինքն խոսքը, վերբալ խոսքը բացակայում է երեխայի մոտ սկզբնական շրջանում։ Դրա համար մենք չենք վերագրում աուտիզմը առաջնային, երբ որ խոսում ենք աուտիզմի մասին, չենք դասակարգում դա որպես խոսքային խանգարման նաև, հա, տեսակ։ Մենք հենց խոսում ենք այդ կարևոր իմ ասած 3 էտապներից, մենք խոսում ենք սոցիալիզացիայից, մենք խոսում ենք հաղորդակցումից, որը շատ կարևոր է, եւ մենք խոսում ենք ինքնախթանման վարքից, դա այդ ստերեոտիպային միանման կրկնվող վարքագիծն է երեխայի մոտ։ Ու վերջերս արդեն կա 4-րդ նախադրյալ այս ամեն ինչում, որը դեռ գիտականորեն չի հաստատվել, բայց ուսումնասիրվում է, դա բնականաբար ես չեմ կարող դա բաց թողեմ իմ տեսադաշտից, դա հուզական հույզերի հստակ կայուն խանգարումն է, երբ որ երեխան իրավիճակի համապատասխան սխալ հուզականություն է դրսևորում, ուրիշ էմոցիա է տալիս, հա։ Ինչպես? Ասենք պիտի ուրախանա, ուրիշ էմոցիա է ցույց տալիս, հա։ Կամ չի կարողանում տվյալ իրավիճակին համապատասխան հուզականություն դրսևորի, այո, պետքա ծիծաղը ինքը չի հասկանում այդտեղ, որ պետքա ծիծաղի, պետքա տխրել այդտեղ ինքը կարող է ծիծաղի եւ այլն, դա կարելի է անվերջ խոսալ, հա, դրա մասին, բայց քանի որ սա դեռևս ոչ մի երկրի, ոչ մի այդ դասակարգման մեջ դեռևս ներառված չի աուտիզմը նկարագրելիս, դեռ քննարկվում է, ես դրա համար դրա մասն է խոսեցի, բայց ինքը միանշանակ կարելի է նաև ներառել աուտիզմի այլ առաջնային խնդիրներից, հա, հուզականությունը, այդ հույզերի ոչ իրավիճակին համապատասխան կառավարելը։ Ստեղ հարց կար սխալ ախտորոշման մասին, դրա մասին արդեն ասեցինք, բացատրեցինք, որ շատ հնարավոր է։ Ու մեծ մասամբ շատ է լինում սխալ ախտորոշումներ բոլոր հիվանդությունների պարագայում, մենակ աուտիզմի չէ։ Ստեղ հարց կար դիետայի մասին, կախված ասում բոլոր խնդիրների պարագայում պետք է դիետա, թե կա կոնկրետ հիվանդություններ, որոնց դեպքում միայն պետք դիետա պահել։ Էլի կասեմ, դիետա չի առողջացնում դա ու դա սովորություն կա, մենակ հայերիս մոտ չէ, մարդու մեջ նստած է, էլի, քանի ինքը խնդրի առաջ չի կանգնել, ինքը չի մտածում ինչ է կարելի անել, ինչ չի կարելի։ Ընդհանրապես ճիշտ է սնվել ճիշտ, որպեսզի խնդրի առաջ չկանգնես։ Այդ ավելի հեշտ է, քան թե խնդրի առաջ կանգնելուց հետո սկսես ինչ-որ միջոցառումներ ձեռք առնել, այդ ավելի երկար ու
տանջալից է լինում, քան թե ասենք գիտակից մարդ ենք բոլորս, որոշում ենք, որ այսօրվանից վերջ մտածում ենք մեր մասին, քանի որ ուզում ենք մտածել մեր երեխաների մասին։ Հիվանդ ծնողի երեխան չի կարող առողջ լինի։ Հիվանդ ծնողի երեխան չի կարող երջանիկ լինի։ Երբ որ մենք մտածում ենք մեր երեխաների առողջության մասին, բայց աչք ենք փակում մեր սեփական առողջության մասին կամ մեր նյարդային ֆիզիկական վիճակի մասին, երեխան մարսվում է, ես չեմ մարսվում, ես առողջ եմ, կարիք չկա, ժամանակս չի ներում եւ այլն, այդ սխալը։ Երբ որ դու հիվանդանաս, ով է քո երեխային անելու են ինչ որ պիտի անի, կամ եթե նույնիսկ քո երեխային հասցնում ես այն նպատակին, որին պիտի հասցնես, ու հետո քեզ է պետք աջակցություն, որ դու քո առաջ ծառացած առողջական խնդիրներից դուրս գաս, իդոկում քո երեխան իր կյանքի ողջ ընթացքում կանգնած է խնդիրներից դուրս գալու փաստի առաջ։ Դրա համար դու պիտի անես ամեն հնարավոր բան, որ դու ինքդ առողջ լինես, որ կարողանաս առողջության հասնել բոլոր արտաքները։ Միանշանակ։ Դեզայի պապակն։ Ահա։ Հարցեր կա, Թերեզի մոտ ցույց չի տալիս։ Գրել են սամը ոնց է։ Լավ, շնորհակալություն։ Գնաց թե արդյունալն է։ Չէ, քնած, եկավ այստեղ ես իրան ուղիղ եթերի ժամանակ ասենց անձայն ասի գնա քո մահճակալին, ինքը ասենց քնաթաթախ գնաց իր մահճակալին։ Իրականում ընթացքում էլի գրում էին եթերին, որ շատ հաճելի է մեզ լսելը, ես շատ շնորհակալ եմ ու միշտ այո, շատ հաճելի է լսելը, ես միշտ շատ կարևորում եմ նույնիսկ այն ամենաբուրըն քննարկման ժամանակ, երբ որ հետևորդը ժամանակ է հատկացրել իր օրվանից ու տրամադրել է եթերին, պետքա ոչ մի հարց անպատասխան չմնա։ Դրա համար ես ընթացքում նայում էի բոլորի Լիլի, հա, ողջ Լիլի ջան, բարի ուշի ու շատ շնորհակալ եմ, որ իրոք եթերը ձեզ շատ դուր եկավ ու ձեր գրված մեկնաբանություններից հասկացա, որ այո, մենք շատ ճիշտ որոշում արեցինք, որ միասին ուղիղ եթեր անցկացրեցինք։ Մոտ էլ հարցեր չկան, Սիրվար ջան, ոնց հասկացա։ Կային կրկնվող են, ուղղակի արդեն խոսել ենք այդ մասին, նորից չկրկնենք, էլի, անհետաքրքիր լինի, ովքեր որ բաց կթողեն, ես կասեմ, որ նայեն, զապիսը նայեն, կամ ընթացքում էլի հարցեր կլինեն, էլի կպատասխանենք։ Եթե կա ցանկություն, կլինեն ծնողներ, որոնք կուզենան փորձեն, կուզենան անեն, մեծ սիրով կբացեմ ես շատ ծնողների համար ու միասին կանենք։ Աղջիկներ ջան, եթերը պահպանված է Սիրվարդ, եթե քո մոտ պահպանված է Սիրվարդ, իմ մոտ երևալու է այդ լայվը, թե քո մոտ է երևալու։ Այո, չգիտեմ, չէ՞ դու այդ մոտ ինձ էլ հետաքրքիր։ Բայց եթե նույնիսկ պահպանված է, հա, ոչ մի խնդիր չկա, Սիրվարդի էջում պահպանված է լայվը ու դուք բոլորդ կարող եք այնտեղ գնալ, լսել լայվը ամբողջությամբ։ Իրոք շատ հետաքրքիր է, բարդ Աստծո բարիքս խնդիրներ չունի, բայց իրոք շատ բան սովորեցի, շնորհակալ եմ եթերի համար։ Մենք ձեզ այնց ենք շատ լավ, որ խնդիր չունեք, բայց միևնույն ժամանակ արեք հետևություններ ու հետևեք ձեր առողջությանը, պահպանեք ձեր առողջությունը։ Այո, իմ ջալուց այս վերջերս այնց ոգևորող է, որ էջում իմ կան շատ մայրիկներ, շատ, նույնիսկ ես հարցում եի անցկացրել, որոնց բալիկները չունեն խնդիր, բայց իրանք Սամվելի համար հետևում են իմ էջին, ու այդ ինձ շատ ոգևորող էր, որ այն նպատակը, հա, որ ես այդ իրազեկման նպատակը որ դրել եմ, փաստորեն ես դա ծառայում այդ նպատակին։ Իդեպ Թերեզա, ես հետևում եմ ու Սամը ինքը այնքան գիտակից, այնքան խելացի երեխա է, ու ես կարծում եմ, որ նույնիսկ եթե դու իր հետ նստես քննարկես, չէ, անում ենք այս բանը միասին, որ այս արդյունքին հասնենք, ես չեմ կարծում ինքը քեզ չաջակցի։ Ինքը կհասկանա, ասենք մեր պարագայում Կարենի կողմից, ասենք այդ հասկանալու պահը չի եղել, ես արել եմ զուտ իմ նախաձեռնությամբ, բայց ձեր պարագայում ես տեսնում էլի, որ ինքը շատ գիտակից երեխա է, ինքը կանի։ Մի քիչ կամակորություն կանի, բայց կանի։ Մի քիչ չէ, լավ կամակորություն կանի, Սամվելը տենց բանը բոժադուվան
ոնց որ ինքը ներկայացնում, ասեմ մի օր ես չանես քեզ խայտարականը ուղի եթեր մտնեմ, դնաս ոնց ես ինձ դու ջղայն ասում, ասես զարմացած եմ, ինքը արդեն հասկանում։ Ես մտածում եմ, տեղ մտածում եմ, որ ինքը քեզ մանիպուլյացիա է անում հաճախակի։ Չէ, հա, այլ կապ միացեք, ինքը հասկացել է արդեն որ Instagram-ով ինչ որ բան է կատարվում, երբ որ ես հեռախոսում դրում ինքը պետքա ժպտամ, բայց ես ոչ մի բան իր հաշվին չեմ անում, իսկ Instagram-ս ինձ մեկ-մեկ գրեցին Սամվելը կարողա չի սիրում նկարվել, դուք իրան նկարում եք, ես բացատրեցի, որ ես իմ կյանքում, ամբողջ կյանքում ի վնաս Սամվելին ոչ մի բան չեմ անում։ Եթե ես մի օր հասկանամ, որ իմ Instagram-ով նկարել է իր խնդրին մտածող մայրիկների կդադար։ Հա, ասի դա երբեք ասի ինքը չի խանգարում, չէ, ուղղակի երևի անկեղծ հարցնեն, ասի ոչ տենց բան չկա։ Մի խոսքով այո, ես մտածում եմ այո, որ ուղղակի ես ինձ պետք է առանց միջավայր ժամանակ որ Սամվելի այդ ամեն ինչը իրականացնել ու ինձ էլ է թվում, որ մենք արդյունք կունենանք ու ես նոր եմ միանում, տղաս 3.5 տարեկան է, չի խոսում։ Տեսեք աղջիկներ ջան, 3.5 տարեկան է, չի խոսում, հարցը շատ սենց բարդ է, հա, մասնագետին պատասխանելու համար, ինքը շատ լայն է։ Ուսումնասիրություն, հետազոտություն։ Այո, մենակ չխոսալը դեռ բավականաչափ չի, որպեսզի մասնագետ ասի, որ ձեր երեխան ինչ խնդրից դուք անհանգստանում եք, հա ունի աուտիզմ, բայց եթե կան այն իմ նշվածը, որ ես չգիտեմ, լսեցիք թե ոչ, եթե կա այդ իմ նշված խնդիրները երեխայի մոտ, կարելի է դիմել մասնագետի, հա, ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք, վախենաք, ինչ որ, բայց ամեն դեպքում նաև խոսքի հապաղում կարող լինի ոչ միայն աուտիզմից լիքը տեսակներ կան, օրինակ, տեսեք, ընդեղ հարց կար, ես մոռացա պատասխանեմ, որ հարցրել էին էպիլեպսիայի դեպքում լինում է ընդհանուր հապաղում, լինում է, էպիլեպսիայի այնպիսի տեսակներ կան, որ երեխան ծնված օրվանից ինքը զարգացում չի ապրում, այսինքն ինքը եթե դառնա 21 տարեկան էլ, ինքը ունենալու է 1 տարեկանի զարգացման մակարդակ, բայց միևնույն ժամանակ այդ էպիլեպսիայի տեսակներ կան, հա, որի դեպքում ախտահարվում երեխայի զարգացման բազմաթիվ տեսակներ կան էպիլեպսիայի շատ թույլ տեսակներ կան, էպիլեպսիայի այնպիսի տեսակներ, որոնք ընդհանրապես չեն խանգարում մարդու բնականon կյանքի ընթացքին ու ինքը հնարավոր է եւ չի էլ իմանում, որ ինքը էպիլեպսիա ունի։ Ոնց է տեղի ունենում, իր կյանքում տեղի ունեցած 1, 2, 3 պրիստուպները տեղի ունենում քնած վիճակում։ Նույնիսկ ամուսիններից ես կարդացել եմ դեպք, երբ որ ամուսիններից մեկը ունենում է էպիլեպսիա ու երկար տարիներ իրանք չեն իմանում այդ մասին, ոչ ասենք խանգարում է իր բնականon կյանքին, ոչ ուղղակի մի օր պատահական քնած վիճակում ամուսիններից մեկը նկատում է, որ այդպես ինչ որ երևույթ կա։ Միևնույն ժամանակ, տեսեք, երեխայի մոտ կարող է լինել ընդհանրապես ոչ մի տեսակի նշան չլինի, որ ինքը ոչ որևէ տեսակի խնդիր ունի։ Ուշադիր եղեք իր հայացքին։ Երբ որ երեխան, ասենք դուք իր հետ խոսում եք, ինքը ինչ-որ մի հատ ուղղությամբ է նայում, ու ինքը իր հայացքը չի շեղում, դու սենց կանեք, ձայն կհանեք, վայրկյաններ կարող է այդ տևի, կարող է տևի րոպե, այդ է տեսակը։ Հենց այդ աչքերը սառեց, մայրիկը մեզ չէր զգուշացրել։ Այդ էպիլեպսիայի տեսակը։ Այդ էպիլեպսիայի տեսակը, որը բերում է կոնկրետ նմանատիպ խանգարումների, կարող է եւ չբերի, բայց մեծ մասամբ բերում է։ Ենթադրեք ով էր այդ բալիկետ աշխատում, բնականաբար ես զգում եմ, որ ինքը չի, ես սենց եմ անում, հայացք չկա։ Ու ինքը չկա, այդտեղ ինքը նստած է սայլակին, բայց ինքը չկա, հետո որ արդեն հավաքվեցին գոլեգաներով, մայրիկը եկավ կողք, ասեց, հա ինքը ցնցում ունի, իհարկե մի քիչ մայրիկի վրա զայրացած է, որ ինքը նախապես չէր զգուշացրել, որտեղ ամեն դեպքում դա պատասխանատվություն է հասկանալու, որ ինչ օգնություն հա տալ, հետո հասկացանք, որ այդ քո խոսքերից էր հասկացա, որ այդ էպիլեպսիան փաստորեն տարբեր տեսակներով է դրսևորվում։ Հետո ոնց է լինում, որ ծնողը չի նկատում, շատ հաճախ, ասենք, նոպա ստիմուլացնում է, օրինակ, հեռուստացույցը։ Երեխան մուլտիկ է նայում, չէ, մուլտֆիլմ է նայում, ու այդ պահին իր մոտ պրիստուպ այնքան շարժ նայում այդ մուլտը, ու այդ պահին հասկանալ իր մոտ սկսվեց, վերջացավ, կա, չկա, այդ մի քիչ դժվար է։ Շատ ուշադիր պիտի լինի հենց ծնողը, մասնագետներն էլ շատ մեծ դժվարությամբ են այդ ֆիքսում։ Ասենք, կես ժամանոց էգեի ընթացքում, որ անում են հնարավոր է ոչ մի պրիստուպ չլինի, բայց օրվա մեջ ինքը 2-3 անգամ այդ նույն կարճատև պրիստուպի մեջ լինի։
Կոնկրետ ձեր պարագայում ուշադիր եղեք հենց ձեր երեխայի ամեն մանրուքին, շարժուձևին, երեխաներ կան, որ ուտելիս է, ասենք ուտելիս, իրանք պահ կա, հենց ուտելու պրոցեսն է ստիմուլացնում իրանց մոտ այդ պրիստուպը, հարանում են, երեխա կա լույսից է, երեխա կա ձայնից է, բարձր ձայնից, շխկոցից, ինչ որ սկսվում իր մոտ, նայած ոնց է տեղ ունենում, բոլորի մոտ կարող է եւ ընդհանրապես խնդիր չկա, ուղղակի ներկայիս տեխնոլոգիական զարգացումն է բերել դրան, որ ձեր երեխան 3.5 տարեկանում չի խոսում, բայց էլի եմ ասում, պետք է, որ շատ գրագետ մոտեցում ցույց տաք, ուսումնասիրեք, հետազոտեք, լավ մասնագետների հետ խորհրդակցեք, մի վախեցեք, բայց եւ հանգիստ էլ մի եղեք։ Այստեղ գրել են հնարավոր է, որ Լուսինեն է գրել, որ արտահայտի 50 տարեկանից հետո էպիլեպսիան։ Հա, էպիլեպսիան կարող է արտահայտվել կյանքում մեկ անգամ, ընդամենը մեկ պրիստուպով, կարող է արտահայտվել ի ծնե, կարող է արտահայտվել 80-ից հետո, կարող է արտահայտվել դեռահասությունից հետո, կան էպիլեպսիայի տեսակներ, որոնք հասունացման պրոցեսի ընթացքում վերանում են, կան տեսակներ, որ սկսվում են հասունացման պրոցեսից հետո, ընդհանրապես չկա տարիք, չկա կանխատեսում, չկա ինչ-որ ստատիստիկա, որ կոնկրետ էպիլեպսիայի այս տեսակը առաջանում է այս տարիքում, ցանկացած տարիքում կարա այդ ստացվի, դասավորվի ու հայտնվի էպիլեպսիայի ոնց այս էպիլեպսիայի պատճառները դրանք գենետիկական են էպիլեպսիան Էպիլեպսիայի պատճառները մի քանի տեսակի կարող են լինել, առաջինը մեխանիկական վնասվածք, ասենք անհաջող վիրահատություն կամ ավտովթար կամ անհաջող վայր ընկնելուց եւ գլուխ ինչ-որտեղ խփելուց մեխանիկական վնասվածքից առաջանա էպիլեպսիա։ Երկրորդը գենետիկական, երբ որ գենետիկական ասելով մեր հայերը սովորություն ունեն այդ հասկացողության տակ հասկանալ ժառանգականությունը, այդ ժառանգականություն չի։ Գենետիկան նշանակում է, երբ որ մարդու գենի քրոմոսոմի կազմի մեջ կա ինչ-որ անոմալիա։ Ինքը կարա լինի դրա առաջին կրողը, սկսվի իրենից։ Ինքը կարա դա ստանա իր երկու ծնող, այսինքն ծնողների մոտ չկա, չէ, բայց երեխայի մոտ կա։ Այսինքն ծնողների մոտ կենտ քրոմոսոմը միանում է, դառնում է զույգ, երկու հատ պատկերացրեք երկու հատ լամ, որոնց այն փաթույթը վառված է։ Որպեսզի խնդիր լինի, օրգանիզմը պետք է որ լինի երկու հատ նմանատիպ լամ։ Մեկը կա մի ծնողի մոտ, մեկը կա մյուսի մոտ։ Իտոգում, երբ որ այդ երկուսը համընկնում են, հավանականությունը, որ պիտի համընկնեն, 1/1 միլիոնի է։ Ու երբ որ համընկնում են, երբ որ աշխարհում հանդիպում են երկու այնպիսի մարդ, որոնք ունեն նույն քրոմոսոմը, նույն վնասվածքով, իտոգում ստացվում է մի հատ այդպիսի խնդիր, որը կոչվում է էպիլեպսիա։ Հետո պատճառներից թունավորումները, ծնվելուց հետո թթվածնային քաղցը կամ ծննդաբերության պրոցեսում թթվածնային քաղցը, ներգանգուղեղային ճնշում գոյություն ունի, ինչ այդ նշանակում, երբ որ գանգը ոսկրային մասը ինքը ավելի նեղ է, քան պետք է լինի, ու ուղեղը անընդհատ ինքը սենց ճնշման մեջ է։ Դրանից ոնց որ սենց կոպիտ ասած կայծակի ռեակցիա, երբ որ ուղեղը շնչելու տեղ չունի, իր մոտ սկսվում են ինչ-որ խանգարումներ։ Ինչ է էպիլեպսիան, ինքը պատկերացրեք էլ այդ լամպը, որը մարգատ անում, չէ, երբ որ ինքը վառվում է, ինքը աշխատում է։ Մարգատ անելու պահին են, որ ինքը սկսում է թրթռալ, այդ սևանալու պահին չի աշխատում, էպիլեպսիան հենց տենց է։ Հենց պրիստուպ եղած սկսում է մարգատ անել, այդ պահին չի աշխատում։ Վառվելու պահին, նո ինչքան քիչ նոպաներ, այնքան ավելի լավ աշխատանք ուղեղի, այնքան ավելի քիչ խնդիրներ։ Ինչքան ավելի շատ է նոպաները, այնքան ուղեղը ավելի քիչ է ճիշտ աշխատում։ Բարձր։ Երբ երեխան խոսում է նորմալ ու հանկարծ սկսում է կակազել, կարելի է անհանգստալ, կանցնի թե դիմել մասնագետի։ Նելի ջան, ամեն դեպքում դիմեք լոգոպեդի։ Ընդհանուր առմամբ, եթե մեկ անգամ դիմել ուղղակի լոգոպեդին հասկանալու ինչն է խնդիրը, ինձ թվում է դա ձեզ կհանգստացնի, մանավանդ մի բան ասեմ, հանկարծ բառը արդեն տեղ չի, քանի որ հանկարծ չի լինում, տեղ ինչ որ մի հատ գործոն ա եղել, որից հետո երեխան սկսել է կակազել։
Դրա համար Հասկանալա պետք ինչի կամ սկզբից հասկանալա պետք ինչն է եղել ֆակտորը, որի հետևանքով երեխան սկսել է կակազել։ Կախված դրանից որոշվում է, թե ոնց կարելի է այդ հաղթահարել։ Հաղթահարել միանշանակ շատ հեշտ է։ Երբ որ կա գրագետ մոտեցում, դիտեպես նույն մեթոդը որ կա, այս նոր մեթոդ է։ Ինքը շատ հեշտ 1-2 հանում է նմանատիպ խնդիրները, սուտ միայն աշխատում են մայրիկների հետ։ Հետաքրքիրն էլ դա է, որ երեխայի հետ ընդհանրապես առնչություն չկա։ Մենակ մայրիկների։ Իսկ վերջնական եք ուսումնասիրես այդ մեթոդը, որ կարողանեք այդ մեթոդից խոսել միասին։ 1 ամիս է արդեն սովորում եմ, մի 2 ամիս է կընթանա։ Իհարկե ես հիմա կարամ կիսեմ որոշակի նրբություններով, բայց չեմ ուզում էլ այդպես կիսատ ինֆորմացիա տամ ամբողջական լինի, կիսեմ։ Հիմնականում մեդիտացիան էր։ Մեդիտացիային երևի ծանոթ կլինեք, դա էլ մի քիչ աղավաղված է հիմա մեր հասարակության մեջ, ոչ բոլորն է պատկերացնում իրականում մեդիտացիան ինչա։ Ասոցիատիվ ինչ-որ ասոցիացիաների միջոցով մտքի ուժի աշխատում է, համոզվել եմ 100% աշխատում է, բայց ձեզ ամբողջական ինֆորմացիա փորձի փոխանակում ավարտելուց հետո նոր կիսենք։ Համատեղելու եմ, համատեղում եմ այս պահին սննդակարգ Բիրեգեն մեթոդը պլյուս այս նոր մեթոդը։ Արագացնում Հիմա ես աղջիկներ ջան, ուրեմն Սիլվարդը նույնիսկ պատրաստ է, եթե մենք ուզենանք ավելի sense մանրամասն քննարկենք, հա, այն մեթոդը, որի մասին արդեն 2 ժամ խոսում ենք, չէ՞։ Մենք կարող ենք Instagram-ում chat բացել նամակների, ծնողների, հա, խումբ, ու այնտեղ Instagram չի, բերեք կամ Telegram կամ WhatsApp։ WhatsApp, լավ, թողնի WhatsApp։ WhatsApp, հա։ WhatsApp-ում կգրեք ինձ կամ Սիլվարդին, որտեվ ես ինքս պատրաստում եմ մեկնել Մոսկվա, չգիտեմ, եթե չմեկնեմ, դա կապ չունի, որտեղ Սիլվարդը ասես կապ չունի, դուք որտեղ եք ապրում։ Ամեն դեպքում կքննարկենք այնտեղ հարցերը, եթե իհարկե ձեզ հետաքրքիր են ու դուք ցանկանում եք շարունակել, հա, այդ մեթոդով հետաքրքրվել, ես ինքս ամեն ինչ անելու եմ, փորձեմ իմ ուժերի ներած ինչավով, sense տրամադրվեմ, մոտիվացվեմ ու անցնեմ գործի։ Կբացենք chat եւ քննարկենք այդ բոլոր հարցերը։ Կհասկանանք ոնց ենք դիմում, ու ենք դիմում, ոնց ենք սկսում։ Ընտանիքը մեծ է, հա, Թերեզա ջան, թե դուք առանձին եք ապրում, մեծ ընտանիք ունեք։ Չէ, մենք ապրում ենք ես, Սամվելը, հայրիկը եւ տատիկը։ 4 հոգով ենք ապրում։ Հա, տատիկի հետ դժվար կլինի, թե հեշտ կլինի, ոնց ընդունում նոր գաղափարներ։ Գիտեք, տատիկս եթե հիմա այսպես մեթոդի մասին ես նկարագրեմ, բնականաբար ինքը ողջունելի է, բայց ես գիտեմ, որ երբ որ սկսվի վարք լացել, ու ինքը հագիտ հասկանա, որ Սամվելը սոված պահես Սամվելի։ Երկու ինձ ասի դու խիղճ ստի ոնց ես կարող ու այդտեղ խնդիր կունենանք։ Ինքը էմոցիոնալ է, ամեն ինչը տանել, հա, Դե բոլորով են այդպես, բնական է։ Ես դրամադրում, որ ինքը պետք է 2 օր սոված մնա, Թերեզա, ինքը պետք է 2 օր սոված, դու պատրաստվի դրան, որ ինքը պետք է 2 օր սոված մնա։ Ու ինձ թվում է, տեսնենք, առաջ Աստված, ինձ թվում է լավ կլինի։ Լավ ալինի։ Եթե մեզ էլ հարցեր չունեք, աղջիկներ ջան, եթե ափսոս առաջին ասում չէ, Մերսի շատ Լիլի ջան, շատ հաճելի է նման նայել։ Դիաբետի դեպքում էլ է շատ լավ օգնում, շատ կան օրինակներ դիաբետի, որոնք կարգավորվել են։ Դուք մի բան գրեք, դեղորայք ընդունում եք, եթե ընդունում եք։ Սիվար ջան, դուք Ես ծննդով Նորածուս գյուղից եմ։ Որ? Նորատուս, Սևանգավառ։ Լսում ես ինձ դու Սիլվարդ։ Հարցերին պատասխանեցիր, Սիլվարդ ջան, կներեք հարցից համար, դուք որտեղից եք, հետաքրքիր ակցենտ ունեք։ Ես չնկատեցի, որ դու ակցենտ ունես ընդհանրապես։ Ես որ ընդհանրապես չեմ նկատում։ Բայց ողքից նկատել է երևի։ Չէ, Սիլվարդ։
Ակցենտ չնկատեցի, ամեն դեպքում մեր հետևորդը նկատել է, բայց ինձ թվաց դու ճիշտ ասած սկզբնական շրջանում թվաց դու Եվրոպայում ես ապրում, ոչ թե Հայաստան, Ռուսաստանում, Մոսկվայում։ Ասած Եվրոպայում ես ապրում, չգիտեմ ինչի էի այդպես մտածում, ով ինձ գրում է, ես հասկանում որ Հայաստան չեն ապրում, դասամ Եվրոպայում են ապրում կամ Ամերիկայում են ապրում։ Ես նկատեցի։ Շատ հաճելի է, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Աղջիկներ ջան, եթե մեզ էլ հարցեր չունեք, մենք կարողացանք, հա, երկուսով ձեզ սպառիչ պատասխաններ տալ։ Ու շնորհակալ ենք բոլորիցդ, շատ հաճելի է լսել ձեզ։ Մենք էլ շատ շնորհակալ ենք, որ դուք մինչև վերջ մնացիք մեզ հետ, ձեր հարցերը ուղղեցիք, լսեցիք մեզ մինչև վերջ։ Ես որ իրոք շատ անկեղծ սպասում էի անհամբեր այս լայֆին։ Չի խոսում միայն մամա է ասում։ Աղջիկներ, նայեք, հիմա որպեսզի այսպեսի մենք անընդհատ չմնանք մինչև վերջ լայֆի մեջ, այդ բոլոր զարգացման աուտիզմի հետ կապված հարցերը կարող եք մի հարցի չեք պատ։ Արագ գրեք հարցը, պատասխանենք ու հրաժեշտ տանք։ 3.5 տարեկան է, չի խոսում, միայն ձայներ է կրկնողում, միայն մամա է ասում։ Իսկ բացի չխոսալուց, 3.5 միայն մամա ասելուց, մատիկով ցույց տալիս է, իր անվանը արձագանքում է, աչքերի մեջ նայում է, խաղալիքներով խաղում է, թե ոչ։ Իսկ եթե դիաբետ ունի տղան կարող է փորձել։ Կարող եք փորձել, ուղղակի այնտեղ նշեք դեղորայք ընդունում եք, թե ոչ։ Այդ wedding dancer ջան, ձեր անունը որ գրված չի, դրա համար եմ այդպես դիմ։ Դուք ձեր հարցն է գրեք, ձեր հարցին է պատասխանենք ու հրաժեշտ տանք։ Էլի եմ ասում, աղջիկներ, ես միշտ գիտեք իմ անձնական դիրեկտով, նույնիսկ իմ քնի ժամին կապ չունի, եթե դուք սենց վատ հոգեվիճակում եք, ինչ շատ հարցեր ունեք, գրեք, բոլոր հարցերը մենք այնտեղ կքննարկենք, հա, կապված երեխայի զարգացման հետ, առանց ամանչելու, շատ ժամանակ ես գիտես չէ, նկատում եմ աշխատանքի ժամանակ, դե հեռախոս ընդհանրապես չեմ աշխատում, չվերսեմ, մեկ էլ նամակ ա գալի, ես նկատում եմ, որ նամակ եկավ, գրել են հարցը, ու հենց ընդմիջում ես գալիս աղջան մտնեմ պատասխան, տալեմ ջնջել են այդ նամակը, ու ես հասկանում որ մտածել եմ կարող է ավելորդ հարց են տալի պատասխան։ Եմ ուզում արդեն հասնեմ պատասխանեմ, մենք ինսուլինով ենք, ինսուլին է ստանում երեխան։ Միանշանակ կարող եք անել, միանշանակ հակասություն չկա, բացասական ազդեցություն չկա։ Նամանավանդ ասենք, որ շաքարային դիաբետը այնպիսի հիվանդություն է, որ ասենք սովորական բժշկության պարագայում շատ դաժան դիետաներ են առաջարկում, նույնիսկ մրգեր բանջարեղենից հրաժարվել է պետք, բայց այս պարագայում կամաց ներմուծվում է, նույնիսկ միրգ բանջարեղենը։ Իմ հարցը չէր, բայց արդեն պատասխանեցիք, շնորհակալություն։ Շատ լավ որ պատասխանեցինք։ Սիրվար ջան, դուք պահպանես, չէ՞, եթերը անպայման կմտնեք Էջ եւ եթե ամբողջությամբ կլսեք, եթե էլի եմ ասում, ձեր նամակներից կհասկանանք, եթե դուք ուզում եք ավելի մանրամասն հետաքրքրվեք, հասկանաք մեթոդը, ինչ որ Սիրվարդը առաջարկում է, կիրառում այրաբալիկի հետ, մենք WhatsApp-ում կբացենք ընդհանուր chat եւ այնտեղ կքննարկենք բոլոր հարցերը, երեխայի ընդհանուր ձեր երեխային անհանգստացնող բոլոր հարցերը խոսքի զարգացման հետ կապված ինձ դիրեկտով կգրեք, ես էլի մանրամասն ձեզ կօգնեմ, կբացատրեմ, կուղղորդեմ ինչ որ կարողանամ մասնագիտական առումով եւ որպես մամա ձեզ օգնել, ինձ Սիրվարդը ինձ թվում է նույնպես, ոչ թե թվում է, հաստատ ինձ թվում է։ Միմյանց արդեն ստեսություն ասենք, մեզ ուզում են անվերջ լսեն, բայց երևի թե չէ։ Շատ հարգված անձնավորություն։ Հա, բայց համադասարանցս մայրիկն է ինքը։ Ով է։ Իմ համադասարանցու մայրիկն է ինքը, շատ հաճելի անձնավորություն, շատ հարգում եմ իրան։ Շատ հաճելի է, այո, մեզ էլ է շատ հաճելի, որ դուք այսքան դրական մեկնաբանություններ եք գրում, շատ, իրոք անվերջ կարելի է լսել ձեզ։ Շնորհակալություն, բայց մենք խոստանում ենք, որ էլի ուղիղ եթեր կկազմակերպենք անպայման եւ էլի կխոսանք Սիրվարդի հետ այն ամբողջ մեթոդների եւ անցած ճանապարհի մասին, որ մինչեւ այժմ Սիրվարդը կիրառում է այրբալիկի հետ։
Քեզ է շատ շնորհակալություն Սիլվար ջան, շատ հանդիպում։ շնորհակալ եմ։ Իթե որպես հյուր, ոնց որ մենք այսօր երկուսս միմյանց հյուր եղանք։ Այո, Հա, միմյանց երկուսս հյուր եղանք ու մի խոսքով կհանդիպենք ուղիղ եթերում։ Ես դուրս գամ, դու պահպանի եթերը, լավ։ բարի գիշեր բոլորին։ Հա, ես Բարի կպահպանեմ։ գիշեր։